Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, երեխաներին է կխնդրեմ իրականում սպասել դպրոցական, որտեղ կարևոր բան ունեմ ասելու։ Քիչ առաջ այստեղից ելույթ էին ունենում ընդդիմադիր падգամավորներ, սիրելի դպրոցական երեխաներ։ Նրանց մի մասը առնվազն պատիվ ունեմ խմբակցության հետ կապված կա քրեական գործ, որ նրանց շտաբի պետը ընտրությունների ժամանակ ընտրակաշառք է բաժանել։ Օրինակ ձեր ծնողների ընկերներին, հարազատներին տարել են գումար են տվել, ասել են ընտրեք մեզ։ Դա անում են այն քաղաքական ուժերը, որոնք ունեն նպատակ թալանել ձեր երկիրը։ Ձեր դպրոցների կառուցելու փոխարեն հարստացնել իրանց գրպանները։ Մի աղջիկ կար խոսում էր այստեղից բավականին գեղեցկադեմ падգամավորուհի խոսում էր հայրենասիրության մասին, այդ աղջկա հայրն էլ իր ժամանակին էր խոսում հայրենասիրության մասին, գյուղապետ էր, հիմա դատվում է կոռուպցիայի գործով, որտեղ թալանել է իր գյուղը։ Ես ուզում եմ դուք ճիշտ պատկերացում ունենաք հայրենասիրության մասին, որտեղ մի ուրիշ падգամավոր էլ Հայկ Մամիջանյանը էլի խոսում էր իշխանությունը հայրենասերների մասին, վերջին անգամ պարոն Մամիջանյանը հայրենասեր բառը օգտագործել է Լեռնային Ղարաբաղում Սամվել Շահրամանյանի ու նրա խմբակի իշխանության գալու ժամանակ, դա այն խմբակն է, որոնք որ ստորագրել են Լեռնային Ղարաբաղի լուծարումը։ Հիմա նույնը ցանկանում է անել Հայաստանում։ Ու եթե այս ընդդիմադիր ուժերի ցանկացածը իրագործվի, մեր դրոշը, մեր գեղեցիկ եռագույնը Հայաստանի Հանրապետությունում պիտի փոխվի։ Սրա փոխարեն կլինի ուրիշ եռագույն սպիտակ երիզով վերևում։ Ու դուք, ձեր եղբայրները, ձեր հարազատները պիտի ինչ-որ մի պահի գնան ու սկսեն Դոնբասում պատերազմել ուրիշ երկրի շահերի համար։ Հավատացնում եմ ձեզ, իրական հայրենասիրությունը Հայաստանի Հանրապետությունը ամրացնելն է, Հայաստանի Հանրապետությունը ամուր պահելն է ու Հայաստանի Հանրապետության դրոշի համար ամեն ինչի պատրաստ լինելն է։ Սա է հայրենասիրությունը։ Ու մի ուրիշ բան էլ ես ես մի քանի օրը Գյումրիում եմ։ Գիտեք, Գյումրիում էլ կան ձերպես երեխաներ։ Ձերպես սիրուն, ձերպես խելացի վստահ եմ, ձերպես ժիր, մեկի պես մի քիչ ավելի պասիվ։ Բայց գիտեք ինչ պայմաններում են այդ երեխեքը։ Դուք Երևանում օրինակ գրունտային փողոց հասկացողությունը չգիտեք որն է։ Երևանում չի լինում այդպես բան, որ դուք ուղակի ինչ-որ մի փողոց տեսնեք, որը որ հողային է, գրունտային է։ Գյումրիում երեխեքը ապրում են հողային փողոցներում։ Ինչի՞։ Որովհետև այս մարդիկ, ովքեր հիմա խոսում են այստեղ հայրենասիրությունից, ժամանակին թալանել են Գյումրի։ Որտեվ իրանք հարստացել են, մեկի հերը չգիտեմ ինչ ունի, այն մեկը գնում էր Մոնտե Կարլոյում կազինոներում էր խաղում, այն մեկը Տանզանիայում բուկմեկերական ընկերություններ բացում, ինչի հաշվին։ Ձեր պես երեխեքի հաշվին, ձեր ապագայի հաշվին։ Ու Գյումրիում ու ամբողջ Հայաստանում, երբ որ մենք ասում ենք ընտրեք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը քվյաթերթիկ համար 1, մենք ասում ենք դա մի բանի համար, ձեր ապագայի համար, ձեր գյումրեցի հասակակիցների համար։ Շնորհակալություն։